Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 23-ն է եւ սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է, երեկոյան հաղորդումն է։ Նախապես միանգամից զգուշացնեմ, որ վաղ առավոտյան մենք հաղորդում չենք ունենալու, քանի որ մեկնում եմ Թբիլիսի։ Եթե ստացվի անպայման երեկոյան նոր հաղորդում կանենք, իսկ հիմա շատ կարևոր հաղորդում ենք ունենալու, քանի որ բավականին կարևոր պատմական իրադարձություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, հենց նոր ստանում ենք տեղեկությունները, որ Իրանը այնուամենայնիվ որոշում կայացրեց եւ հարձակվեց ամերիկյան ռազմաբազաների վրա, առնվազն 10 հրթիռ է արձակել Քաթարի ուղղությամբ, ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, նախնական տվյալներով 3 հրթիռ արդեն ընկել է այդ ռազմաբազաների վրա, բայց դա իրանական աղբյուրներն են հաղորդում, մենք այս հարցին կվերադառնանք, ինչպես նաեւ հարված է ենթարկվել Իրաքում ամերիկյան ռազմաբազան, կար տեղեկություն, որ Սիրիայում նույնպես, բայց այս տեղեկությունները դեռևս չեն հաստատվել, այս հարցին մանրամասն մենք կանդրադառնանք այս եթերում, բայց հիմա սկսենք Հայաստանին վերաբերող հարցերի քննարկումից եւ սկսենք նրանից, որ Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը ընդունել է Ստամբուլում հռչակագիր, որով որ անդրադարձ կա նաեւ Հայաստանին, Ադրբեջանի պահանջով։ Կարևոր է նշել, որ այդ գագաթնաժողովը տեղի էր ունենում Իրանի նախաձեռնությամբ, հենց Իրանի նախաձեռնությամբ, այս պատերազմի հետ կապված եւ Ադրբեջանը կարողացել է բանաձև անցկացնել, բանաձև ընդունել տալ հենց Հայաստանի մասով, որտեղ որ խոսվում է այսպես կոչված հորինված արևմտյան Ադրբեջանի մասին, որտեղ որ պետք է վերադառնան փախստականները, որոնք որ իբր տեղահանվել են Հայաստանից, մշակութային ժառանգությունից է խոսվում է նրանից, թե իբր Հայաստանը դրանով խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համար, չնայած որ նրանք ողջունում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը, սակայն Հայաստանին մեղադրում են, որ Հայաստանը խոչընդոտների այդ առումով ստեղծում չի պատրաստվում ընդունել փախստականներին։ Կարևոր է նշել, որ դրանից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի խաղաղության մասին պնդումները անհամատեղելի են Հայաստանի գործողությունների հետ։ Այսինքն հստակ լարվածության հիմք են նախապատրաստում, շատ գրաքետ ձևով, ինչպես որ միշտ անում էին, եւ արդեն ներքաշում են իսլամական պետությունները, ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ ձև է քվեարկել Իրանը, շատ է հետաքրքիր, եւ այդ քվեարկությունները, որ տեղի են ունենում մեծամասնության, քվեարկությամբ է ընդունվում այնտեղ բանաձևերը ընդունվում են, թե բոլորը պետք է քվեարկեն, որպեսզի այդ բանաձևը ընդունվի։ Կարող է մեկ երկիր վետո կիրառել, թե չէ։ Չափազանց սա կարևոր է, քանի որ կրկնեմ, այդ հավաքը իսլամական պետությունների տեղի է ունենում Իրանի նախաձեռնությամբ ու հենց Թուրքիայում, որտեղ որ ընդամենը մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի արտգործնախարարությունը եւս արձագանքել է եւ շատ ճիշտ է արել, Ինչ այլոց այնտեղ նաև այդ բանաձևում խոսվում էր մշակութային ժառանգությունից եւ այլն, այսինքն շատ վատ բանաձև է տարբեր վտանգավոր կետեր պարունակող Հայաստանի համար։ Հայաստանի արտգործնախարարությունը եւս արձագանքել է եւ ասել եւ հստակ նշել է, որ խորապես հիասթափված են Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի ընդունված բանաձևով։ Եվ ահա այստեղ, քանի որ այսպիսի ընթացք է ամեն ինչ ստանում, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է մի փոքր փոխի իր մոտեցումը բազմաթիվ հարցերի նկատմամբ, հստակ աշխարհին, քաղաքակիրթ աշխարհին, քրիստոնյա Եվրոպային, քրիստոնյա Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչու եմ այսպես ասում, քանի որ Թրամփը վերջերս շատ է սիրում խոսել քրիստոնեությունից, քրիստոնյաներին պաշտպանելու գաղափարից, պետք է բոլորի ուշադրությունը սևեռել այդ իսլամական կազմակերպության նախարարական գագաթնաժողովի վրա, որտեղ որ Հայաստանի դեմ բանաձև է ընդունվում Ադրբեջանի պահանջով այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ որ Իրանն է նախաձեռնել այդ նախարարական համաժողովը եւ դա տեղի ունենում կոնկրետ Թուրքիայում։ Այս հարցի վրա պետք է շատ լուրջ ձևով ուշադրություն սևեռվի եւ շատ լուրջ պետք է աշխատի Հայաստանի արտգործնախարարությունը այս ուղղությամբ, քանի որ շատ վտանգավոր է եւ հստակ
կարծես թե ագրեսիա կա այդ իսլամական պետությունների հավաքից ընդդեմ փոքրիկ քրիստոնյա Հայաստանի։ Իրենք են սկսել եւ մենք պետք է շատ adekvat ձևով աշխարհն ուղղակի ի ցույց տնենք, թե ինչ բանաձև է ընդունում այդ իսլամական պետությունների հավաքը ընդդեմ Հայաստանի։ Չափազանց կարևոր է։ Հաջորդ հարցը, որը որ վերաբերվում է Հայաստանին, Սամվել Կարապետյանի հետ է կապված, փաստացի նրա փաստաբանը հրաժարվել է բողոքարկել, որպեսզի դատարանը ազատ արձակի Սամվել Կարապետյանին, նաև այդտեղ խոսքա, որ Հայաստանը փչացրել է իր հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ եւ Հայաստանն ներքաշում է շատ մեծ կոնֆլիկտի մեջ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի հետ ինչ որ անհետեթություն քաղաքականությունից գլուխ չեն հանում, բայց խոսում են քաղաքականությունից, բայց սա իմ պատկերացմամբ հստակ է արվում ուղղորդվում Ռուսաստանի կողմից, այդ մասին մեկ անգամ չէ որ մենք խոսել ենք։ Մյուս կողմից կարող է Սամվել Կարապետյանին շատ էլ ձեռնտու է մնալ բանտում, դրանով իսկ ինքը ավելի հանգիստ կլինի, որ Վլադիմիր Պուտինը ոչ մի գործողություն չի ձեռնարկի իր ունեցվածքի եւ բիզնեսի նկատմամբ, եւ ինքը պատրաստ է երևի սպասել մոտ 2 ամիս, որից հետո եւ հնարավոր է դուրս գա հայկական բանտից եւ փորձի դուրս գալ հերոսացած։ Ես չեմ ուզում խառնվել Հայաստանի այդ ներքաղաքական process-ների մեջ, բայց հստակ այստեղ երևում է Կրեմլի ձեռքը, շատ հստակ է երևում սիրելի հայրենակիցներ, ովքեր որ շատ են սիրում ռուսներին, թող դրանից հրճավեն, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի դեմ այդ գործողությունները չեն ստացվելու, անկախ Հայաստանի դեմ չեն ստացվելու, բայց պատահական չէ, որ հենց հիմա է այդ ամենը բորբոքվում ընդդեմ Հայաստանի։ Եվ կարևոր ասել, որ հունիսի 6-ից 21-ը Մայրաթորը կազմակերպել էր ինչ-որ հավաք հոգևորականների եւ այդտեղ կոնկրետ քննադատել են Փաշինյանի հայտարարությունները, դրանք շատ վտանգավոր հայտարարելով, որոնք որ հեղինակազրկում են հայ առաքելական եկեղեցին, ուղղված են որպեսզի ճնշեն հայ առաքելական եկեղեցու ձայնը եւ նրա հեղինակությունը ժողովրդի շրջանում։ Այստեղ էլ ոչինչ գրեթե չունիմ ասելու, քանի որ ամեն ինչ ասել եմ շատ վաղուց եմ ասել եւ մեր ժողովուրդն էլ հստակ գիտի այն ախտերը, այն հիվանդությունները, որով որ ցավոք սրտի տարապում է մեր հայ առաքելական եկեղեցին, ցավոք սրտի։ Եվ արդարության նկատմամբ հայրություն է չասել արդարությունը։ Հարցը այն է, թե ով պետք է ասեր եւ ինչպես եւ երբ, բայց այն ինչ արդեն ասվել է եւ չկա որևիցե մեկը, նույնիսկ իրանք այդ սրբազանները եւ կաթողիկոսը չեն կարող կասկածի տակ ենթարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց հիմա միասին հնարավորություն են տեսել Սամվել Կարապետյանների հետ միասին, որպեսզի կարողանան ինչ-որ նպատակների հասնել Հայաստան։ Միանշանակ չի ստացվելու, իրենք տապալվելու են թե Հայաստանում, թե Իրանում եւ թե Հարավային Կովկասում, էլ չասած Ուկրաինայում, բայց մեզ համար ամենակարևորը Հայաստանն է, Վրաստանն է, որտեղ որ միանշանակ այդ չար ուժերը տապալվելու են։ Չար ասում եմ նրա համար, որովհետեւ այդ ուժերը դեմ են, որպեսզի մեր երկրները լինեն ինքնիշխան։ Անցնենք արդեն մնացած կարևոր հարցերին, միայն մեկ հարցի եւս անդրադառնանք, հետո արդեն անցնենք նրան, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Կարևոր է նշել, որ Հայաստանում էր գտնվում Վրաստանի ներքին գործերի նախարարը, շատ կարևոր այց էր, պաշտոնական այց էր, եւ նա նաեւ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միջայլոց տեղեկություն կա, որ այն կոնյակի բեռնատարները թվով մոտ 50-ին, եթե չեմ սխալվում, արդեն իսկ անխոչնդոտ շարժվել են դեպի ռուսական սահման։ Հիմա կրկին անդրադառնանք Իրանի հարվածներին Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազային։ Ինչպես արդեն նշեցի, Իրանը Քաթարի ուղղությամբ 10 հրթիռ է արձակել, այսինքն կոնկրետ ռազմաբազաների ուղղությամբ, բայց դրա մասին տեղյակ էին Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Տեղեկություն կա, որ Դոհայում հնչում են արդեն պայթունի ձայներ եւ առնվազն 3 հրթիռ ընկել է ռազմաբազաների տարածքում։ Կան նաև տեղեկություններ, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազան եւս հարձակմանը ենթարկվել եւ Դոնալդ Թրամփը այս պահին
իրավիճակային սենյակում հանդիպում է անցկացնում պաշտպանության նախարարի եւ շտաբի ղեկավարության հետ եւ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը։ Սա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում եմ միանշանակ պատասխան են տալու այաթոլլաների այս ռեժիմին, անկեղծ ասած ես սպասում եմ, որ իրենք կհարձակվեն ամերիկացիների վրա, եթե սա ներքին կարգով պայմանավորված չէ, որ մի անգամ հարձակվենք եւ դրանով ավարտվենք այս պատերազմը Ամերիկայի եւ Իրանի միջեւ, եթե պայմանավորված չէ, նման բան կարող է տեղի ունենա, ապա միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածեն արդեն Իրանին շատ ավելի լուրջ ձևով եւ այստեղ միանշանակ կարող է դրվել արդեն ռեժիմի ավարտի հարցը, ինչի մասին ես խոսում էի մեր նախորդ հաղորդման ընթացքում։ Խոսեցի, թե ինչ դրական գործընթացներ կարող է տեղի ունենան, բայց վտանգներն էլ շատ են, որոնց համար շատ են մտահոգված, եթե սիրիական եւ իրաքյան սցենարը լինի Իրանում, շատ վատ կլինի մեզ համար։ Բայց հուսանք, որ այդպես չի լինի եւ եթե ռեժիմի փոփոխություն իրականացվի, շատ արագ գործընթաց կլինի դա եւ բնականաբար դա լավ է անդրադառնալու Հայաստանի վրա։ Հիմա էլ վատ չէ, շատ կարեւոր է մեկ բան բարձրաբանեմ սիրելի հայրենակիցներ, որ բոլորը հիմա հասկանան։ Եթե իրանական այս ռեժիմը մնում է, որ վատ չէ հիմնականում մեզ համար, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի նկատմամբ վատ չէին, բայց նրանք վատ էին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ տրամադրված եւ դա խոչընդոտ էր Եվրամիության հետ ոչինչ հարաբերությունները, բայց էլի նորմալ հարաբերություններ չունեին, պատժամիջոցները գործում էին Իրանի նկատմամբ։ Իսկ հիմա ծայրաստիճան լարված են հարաբերությունները Եվրամիության հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դրանք անցել են թշնամական փուլ։ Այլևս Իրանը չի լինելու նախկինը, եթե մնա այաթոլլաների ռեժիմը եւ շատ ավելի բարդ կլինի Հայաստանի համար, այսինքն լրիվ նոր քաղաքականություն կա մենք տեսնենք Իրանի կողմից։ Դրա համար պետք չի համեմատել 15 օր առաջ ինչ կար եւ ինչ կարող է լինել, եթե այս ռեժիմը մնա։ Դրա համար ասում եմ, որ մեզ համար շատ ավելի ձեռնտու է, որպեսզի ռեժիմ փոփոխություն տեղի ունենա Իրանում։ Սրանք ընդհանրապես վերլուծություններ են, մենք ոչ մի հարց չենք լուծում, սիրելի հայրենակիցներ, մեր ձեռքերում ոչինչ չկա։ Սա շատ կարևոր է, որ ես նշեմ։ Ուղղակի շատ կարևոր է, որ մենք այս ամենը գիտակցենք եւ հասկանանք։ Աշխարհը նաեւ մտահոգված է նրանով, որ Իրանը հիմա կարող է փակել Հորմուզի նեղուցը, Եվրամիությունն է արդեն իր մտահոգությունը հայտնել, Կայա Կալասը խոսում է նրա մասին, որ կարող են լինել նաև նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, այսինքն ամեն ինչ գնալով ավելի ու ավելի լարվում է։ Այստեղ կարևոր է նշել, որ Աբբաս Արաքչին, Իրանի արտգործնախարարը, գտնվում է Մոսկվայում եւ հանդիպում է ունենում Վլադիմիր Պուտինի հետ, օգնություն է փաստացի խնդրում Ռուսաստանի Դաշնությունից, հետևություններ երևի չեն արել, թե ինչ տեղի ունեցավ Սիրիայում, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում եւ քանացել են օգնություն են խնդրում Մոսկվայից։ Իրանի իշխանությունները գնացել են օգնություն են խնդրում Մոսկվայից, ով որ պաշտպանում է հիմա իրանական ռեժիմը, նրանց համար եմ ասում ու ձերքի հետ նաև արևմտամետ են։ Շատ կարևոր է սիրելի հայրենակիցներ, որ այս հարցերը անպայման մենք պարզաբանենք։ Եվ Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի օգնության ձեռք մեկնի Իրանի ժողովրդին։ Թե ինչպես են մեկնելու, ինչ են անելու, չգիտեմ ճիշտ ասած, եմ էլ պատկերացնում։ Եվ ահա այս ֆոնին Թրամփը պահանջել է չբարձրացնել նավթի գները, ասելով, որ դրանով դուք օգնում եք մեր թշնամիներին, մեր հակառակորդներին։ Ես կարծում եմ, այստեղ ակնարկը նաև Ռուսաստանին էր ուղղված։ Ակնարկը եւ նա խոսել է այն մասին, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է շատ մեծ քանակով նավթ սկսեն արտահանել։ Եվ վերադառնանք գլխավոր թեմային, սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն նշեցի, ամերիկյան ռազմաբազաները Քաթարում եւ Իրաքում հարձակման են ենթարկվել, 3 հրթիռ է ընկել, նախնական տվյալներով տուժածներ չկան, քանի որ շատ արագ տարհանվել են այդ ռազմաբազայից մարդիկ, զինվորականները, եւ դրանց հետո Իսլամական հեղափոխության պահապանների բանակը հայտարարություն է տարածել, ասելով, որ հետագա սրացումներ, ռազմական գործողությունները
կործանարար հետևանքներ կունենան ամերիկյան բանակի վրա։ Այսինքն հասկացնել են տալիս, որ մենք այլևս չենք հարձակվելու ամերիկյան ռազմաբազաների վրա եւ նաեւ նշվում է, որ կոնկրետ արձակած հրթիռների քանակը համապատասխանում է այն չափին, որոնցով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երեք հարվածել են Իրանին։ Այդ քանակի հրթիռներ են օգտագործել Իրանը։ Բայց կան նաև որոշ տեղեկություններ, որ հիմա լսվում են ինքնաթիռների ձայներ, որոնք որ օդ են բարձրանում։ Այսինքն շատ հավանական է, որ հիմա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեն պատասխան հարվածներ հասցնել Իրանին։ Չնայած նրա, որ իսրայելական օդուժը շատ ակտիվ է աշխատում եւ ռմբակոծիչները այսօր ամբողջ օրը ռմբակոծել են Իրանը։ Մեկ այլ տեղեկությամբ, ինչը որ նոր ենք ստանում, հաղորդում է Al Arabian 10 հրթիռից 9 օդում կարողացել են որսալ, իսկ մեկը ընկել է բաց տարածքում։ Կարծում եմ հələ մենք շատ նոր մանրամասներ կունենանք այս հարձակումից ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։